Ողջունում եմ շատ սիրելի հեռուստատողներին։ Մենք աշխատում ենք ABC հեռուստակայանի եթերում եւ իհարկե դուք կարող եք մեզ ունկնդրել բարբերաբար Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Կրկին սփյուռքի առաջ ենք եւ այսօր իմ հյուրը հրաշալի մի անձնավորություն է, երգիչ եւ դերասան Ռազմիկ Մանսուրյանն է իմ տաղավարում։ Բարև ձեզ, պարոն Մանսուրյան։ Բարև Գրիշ ջան։ Մենք նախ ուշացած եկար, ինչի համար ուշացած եկար։ Խանութ էի մտել, այստեղ դրանքներս ուշացա, ճիշտ ես ասում, բայց իմ ժամից չեմ ուշացել ոնց որ։ Դե հա, անհանգստացեցի։ Չեմ մասսայականացնում, բայց կար տես։ Գնացի հա։ Չես ծիծաղ։ Սենց ենք սկսելու եթե։ Չէ, Գրիշ ջան, գնացի հավ էի առնում։ Հա։ Կինս ասեց հավ առ, $18 հավ։ Հավը։ Հետո մի հատ անեկդոտ հիշեցի։ Որը։ Միակապ պատմեմ։ Ասում է մեկը նամակ է գրում, Ամերիկա գնում էսի երգիր է, բա էս երգիր է։ Պատկերացնում ես հավի կիլոն $7 ռուբլի, 7 ռուբլի։ Էսի երգիր է։ Այդ սովետից է գրում։ Սովետից գնում է Ամերիկա։ Նամակն ընկնում է ես KGB-ի ձեռը, էս HB ոնց է։ KGB, այո։ Հա, տնաս ձեռն անգնում։ Եկանում կարդում են նամակը գալիս են սրանց տուն, ասում են, ես ինչ ես գրել։ Հենց հիմա ասում ես նամակի տեքստը փոխի։ Հա։ Ես երգերին ես փնովում։ Ահա։ Դե կտանանք բանդ։ Ահա։ Ինչ անի, եկանում է գրում, ես ես երգերից հավը տանեմ։ Հետո։ Այ երգիր եմ ասել, հա։ Լավ ենք ապրում, շատ լավ է։ Պատկերացնում եք փղի մսի կիլոն 2 մանետ։ 2 ռուբլի։ Բայց ում է պետք, 5 էլ դնում ենք վերեն հավ ենք առնում, ասում հիմա սրանց հավն է։ Խայտարակությունա գնային քաղաքականություն։ Ոչինչ։ Աշխարհում ամենուր նույն բանն է։ Գրիշ ջան, առողջ ելենք։ Լավ, սկսում ենք մեր հարցազրույցը Ռազմիկ Մանսուրյանի հետ, մենք երկար ժամանակ չենք հանդիպել մեկս մյուսի։ Գրիշա ջան, ես միջև էդի ես քեզ շատ էի կարոտել։ Ես էլ փոխադարձ։ Չիմացա ինչ մեր մեջ բան չի կարալ լինի։ Իհարկե չէ։ Մենք նոր չենք ճանաչում իրար։ Ուղղակի չի ստացվել որ մենք հանդիպենք, բայց ես միշտ հետևել եմ քեզ, քո սովարտին, քո բալիկներին, միշտ հպարտացել եմ։ Ես եւ իմ ընտանիքը, որովհետեւ այդ երեխեքը իմ աչքի առաջ են մեծացել։ Մեր տուն շատ են եկել, շատ են գնացել Գրիշ ջան։ Ուղղակի կարոտել էի քեզի, հավեսով էլ եկել եմ, ասացա։ Ես էլ ուզում եմ հավեսով այսօր զրուցենք մեր իրականությունից, որովհետև այսօր լրջագույնս արվեստի ներկայացուցիչներ շատ քիչ կան մեզանում, հանձինս քեզ։ Եվ կարևոր խոսքը պետք է առանձնահատուկ լինի, ինձ համար դա անհրաժեշտ է եւ կարծում եմ մեր ժողովուրդն էլ ծանր խոսքի կարիք ունի հենց որ այսօր։ Լավ, ուզում եմ, քանի որ երաժշտությունից ենք սկիզբը խոսալու, ինձ համար շատ կարևոր է, ինչի է վերածվել այսօրվա մեր երաժշտությունը։ Բազարի, Բազար, շուկայի։ Արժեքները կորել են Գրիշ ջան։ Ես զգում եմ, դրա համար եմ ասում։ Բայց լուրջ արվեստագետը կարծում եմ հաշվի չի առնում ոչինչ։ Ինքը իր գործն անում։ Անլուրջներն են թելադրում մյուս ավելի անլուրջների, որ արվեստը կործանվի։ Ոչ թե կործանվի, այլ վերանա դաժե վերանալ բառը չեմ ասի։ Չէ, իրանք ուզում են որ մնա, բայց իրանք գիտեն էտա։ Այսինքն իրանք հասանելի այդքան է։ Էտա էլի հասանելի, դե որովհետև կրթությունը շատ մեծ նշանակություն ունի Գրիշա ջան։ Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի։ Այսօր էստրադա չկա։ Մեծ մասամբ չենք ընկալում էստրադան։ Գրիշա ջան, Ժամանակի մեջ որ ընկալել ենք, ունենք մեծ անուններ։ Օպերային արվեստը չկա։ Ուր է այս ամեն ինչը։ Ազգին չի էլ հետաքրքրում, ոնց հասկանում եմ։ Ես Գրիշ ջան, ասեմ, ուրեմն ես չեմ ուզում որ շատ փնովեմ, բայց չեմ էլ կարա չփնովեմ։ Չէ, ուղղակի ազնիվ խոսենք, էլի։ Ազնիվ եմ խոսում։ Օպերային արվեստում ես միշտ բանը հետևողական եմ։ Իմ ընկերոջս ուսանողները, իմ դասատուիս ուսանողները, Սերգեյ Դանելյանի եւ Գեգամ Գրիգորյանի, ես Գեգամ Գրիգորյանի հետ եմ սովորել, գիտես։ Գիտեմ։ Ցավոք սրտի նա ժամանակի շուտ հեռացավ այս կյանքից,
իր ուսանողները բոլորները երգում են օպերային թատրոնում։ Եվ ոչ միայն իր ուսանողները, մեր մյուս ընկերների ուսանողները եւ իմ ընկերները, ես միշտ ուշում հետևում եմ իրանց քայլերին։ Ես վերջերս ներկայացում նայեցի դատարկ դահլիճը։ Ասեցի նույն վիճակն է։ Մեր ժամանակը դա տենց եղե։ Բայց գնահատողները Գրիշաջան, մի հատ լավ պրեմիերավոր լիներ բան, ասենք Անուշ օպերան մենք միշտ լեբլեցուներ, որտեղ տուրիստներ էին գալի, բան էին անում, արտասահմանից բան, Անուշը կար։ Բայց այդ օպերան մի հատ կլցեին, հետո մարդկանց մոտ ինչ-որ բաներ կար, չէր ստացվում, գային կամ չգային, բայց հիմնական գալացողները ես օրինակ 1000 անգամ եղել եմ։ Լավ, այդ հոգևոր սնունդը շատ կարևոր է։ Եվ հարցնում եմ տղեկին էլ, հարցնում եմ ոնց է վիճակը, ասում է ոչինչ, վատ չի, գալիս են, բայց այդ բայց բառը ես կյանքում ես չեմ սիրում։ Հասկանալի է։ Բայց բառը չեմ սիրում։ Փաստորեն ի՞նչ է նշանակում։ Հիմա արվեստն էլ պետքա պաշտպանել, հա։ Արվեստը որ պաշտպանեն, այն ժամանակվանից պաշտպանում էինք, բայց եկավ մի հատ պահ, որ ով ասես մտավ հեռուստացույց։ Լավ, ով է, արի միացես միասին տրամաբանենք, էլի արվեստը ով պետքա պաշտպանի, երկրի կառավարությունը, ժողովուրդը, արվեստագետը, Արվեստը պետք է պաշտպանի հեռուստատեսությունը։ Հա, հեռուստատեսությունը։ Անպայման, պրոպագանդան դա մեծ բան է, օրինակ հիմա ես ու դու sense որ խոսում ենք իրար հետ, լուրջ արվեստից ենք խոսում, ճիշտ կիրթ արվեստից ենք խոսում, կրթված տղա ես կրթված մարդ եմ։ Մենք պրոպագանդա ենք անում, եւ ժողովուրդը գիտի, որ մենք սովորած ենք։ Հասկանում եմ։ Այդ բանն էլ պետքա հեռուստատեսությունը անդադ բան անի։ Մեկ ասում են հայկական բիզնես շոու։ Ես երթվում այս Աստծո անունով եմ երթվում։ Հայկական բիզնես շոու գոյություն չունի։ Այդպես բան չկա։ Այդպես բան չկա, որ որովհետև համախմբվածություն չկա, հենց նախ սկսենք այդտեղից։ Ինչ բիզնես շոու։ Ինչի մասին է խոսքը, որ երկու հոգու բերում են տանում են այդ ակվակալենտները համերգ են տալի բան։ Լավ երկիչներ կան։ Դե կան, լավ երկիչներ կան, բայց այդ երկիչներին օգտագործում են։ Կազմակերպող իր փողն առնում, անպայման կազինոն իր փողն է տանում, այսինքն երբ որ Ռազմիկ Մանսուրյանը մի հատ համերգ տա կամ ասենք Ռուբեն Թելունցը կամ Պապին Պողոսյանը կամ մեր ժողովրդական անսամբլի խումբը համերգ տա, մարդիկ գալիս են, բայց որոշ մարդիկ զլանում են այդ $50 կամ $25, $25 տան կան համերգ նայեն, որ հավը $18 է։ Բայց հոգևոր արվեստը չի ակվակալենտեն գնում են $200 փող են տալի Տոմսեն առնում։ Դե բնականաբար մենակ չեն գնում, 3 հոգով են գնում կամ 2 հոգով։ Եղավ $400։ $400-ին է գումարում են $1000, որ այդ կազինոյում անպայման բան անեն։ Տոմսենները նայում է $2000։ Իսկ լուրջ արվեստին չեն կարի տան։ $50-$60, նայ, դրա համար եմ ասում, բիզնես շոու չի դա բիզնես գրդոն է։ Դե հիմա հարցս ուզում եմ այսպես ասեմ։ Կան որոշ երկիչներ, որ արել են, անում են, անուններ չեմ տալի, սաղս է գիտենք, դու էլ գիտես, ես է գիտեմ, բայց այն խառը խուրը բերում են, դնում են բան, ինչքան կարել է նույն երգը լսել հասկացա։ TV-ով այդքան պրոպագանդան, ինչքան, մեկը չի անցնում, ինձ գալիս է շատ ճանաչավոր, ճանաչված, ախպեր, եթե ճանաչված լիներ, ես կճանաչեի, ձեր սիրած, իմ սիրածը չի, բոլորի կողմից սիրված, իմ բոլորի կողմից չի սիրվել, իրանք էլ գիտեն, կազմակերպողն էլ գիտեն, բայց ըն մի հատ ընենց բառերի շռայլություն է, էլի, հասկացա, այսինքն անկեղծ են, այսինքն խաբեբայություն կա այդտեղ։ Ոչ թե բաղուն։ Լավ, այս ամեն ինչ ինչից եղավ, անգրագիտությունն է շատ տիրում, դրանից է։ Գրիշա նախ սկսենք նրանից։ Սերունդներն անգրագետ են։ Այո։ Նախ սկսենք նրանից, որ Իսկ ինչի՞ չենք բողոքում այս անգրագետության։ բողոքես ինչ պետք է անես։ Հիմա ես կասեմ։ Նախ նրանից են անգրագետությունից եկավ, երբ որ հիմա այսօր մի հատ Թումանյանը անուն է ստարի չեն ճանաչում։ Հա, շատ կա տես դժբախտ։ Սևակի նկարն է ցույց տալի, ասում է 50 անոցի վրա մարդն է։ Կամ Թումանյանը 100 անոցի վրա։ Այ այս դեգրադացիան մտավ էս մեր ժողովրդի մեջ ու ժողովուրդը լրիվ անտերության մատնվեց։ Դա եկավ ապրուստի միջոցից։ Այն ժամանակ հիմա ինչ որ ճիշտ է,
Մեկ ինձ ասում են պարոն Մանսուրյան, քեզ մի հատ խորհուրդ ենք ուզում տանք։ Ասում եմ, դու ինձ խորհուրդ մի տուր։ Ես խորհրդային երկրից եմ եկել։ Ինձ այնքան խորհուրդ են տվել, եւ բացի այդ նրանից, որ խորհուրդ են տվել, ինձ ուսումել են տվել։ Ուսում են տվել, ինձ կրթություն են տվել, ինձ ամեն ինչ տվել են, թե ռուսերենով, թե հայերենով, թե անգլերենով, չնայած չէ, իտալերեն, ֆրանսերեն, բազում լեզուներով, հասկանում եք, ես այդ ամեն ինչը տեսել եմ։ Ես արդեն 66 տարեկան մարդ եմ։ Այս տարի ես ուզում եմ նշեմ իմ բեմական 50-ամյակը։ Լավ, երբևիցե դու քո մեջ անկեղծ լինենք, մտածել ես ինչ է սրա վերջը։ Ասենք ինչ որ մի բան գտել ես քո համար, դες 66 տարեկան ես ու անցել ես բավականին երկար ճանապարհ, ուսումնասիրել, կրթվել։ Գրիշա ջան, ուրեմն հետաքրքիր ասեմ, մի հատ օրինակ ասեմ։ Երբ որ ես եկա այստեղ, 33 տարի առաջ էր։ Քրիստոսի տարիքին եմ եկել։ Հիմա էլ էլի Քրիստոսի տարիքը ապրել եմ այդքան, 33 տարի էլ ապրել եմ։ Երբ որ ես եկա այս համայնք, տեսա ինչ-որ պարահանդեսներ, բան, ճաշկերույթ, չեմ անում, ոտ լվա կամ ասենք, բանակի քեֆ, բան, տեսա։ Որոշեցի, ասեցի, պետք է ստեղ այս արվեստը ուրիշ ձևի լինի։ Մի քանի հոգով Եվ դուք արեցիք, ես հիշում եմ։ Արեցինք որոշ բաներ, այդ ասենք այդ բանը, որոշ բաներ արեցինք, նույնիսկ հենց մի անգամ Սարգիս Մուրադյանը, Աստված հոգին լուսարես, դուք ասես բարահանդեսները վերջ տվեցիք, ասեց։ Դուք եղաք նրա բաները։ Կարևոր չի, համերգներ սկսեցինք անել եւ անում են մյուսները։ Եկավ մի հատ պահ, որ ես տեսա կամաց մտնում եմ ռաբիզի մեջ։ Ոտս հետ քաշի, ասի չէ, ես չեմ կարող բանանում, ես կեթամ ընդ։ Խանգարում էր փաստորեն դա։ Ավելի գերիշխում է, որտեղ ժողովրդին չգիտեմ ինչն է հետո։ Այսինքն թեթև բան է պետք է։ Հա, ստեղ ես ունեմ իմ լրջագույն արվեստ պետք չի։ Ես որպես արվեստագետ, պրոֆեսիոնալ արվեստագետ, գիտես 15-20 տարի սովորել եմ։ Դե բնական է։ Եվ այդ դպրոցը տալիս եմ իմ ապագա սերունդին։ Ես այնքան մարդկանց եմ ստեղ սովորացրել, այնքան մարդկանց եմ ուղղություն ցույց տվել, այնքան մարդիկ են զանգում ինձ ասեն, պարոն Մանսուրյանեսի ոնց անենք, ես դրանով գիտես ինչ եմ մնա փապարտանում։ Ուրախանում եմ, որ հաշվի են առնում։ Բայց մարդ կա, ինչ վեճն է չի։ Դու գնայես արա մեկը, ես իմ անում եմ, հիմա ստանում եմ։ Ես այսքան տարվա մեջ ոչ հարսանիք, ոչ բանակի քե, ոչ ծնունդ, ոչ մատաղ, բան, ընկերներիս համար կետամ գլուխս է գտնեմ բեմի վրա, այնքան կերկեմ, մինչև զորով բրթեն գցեն, ասեն ինչի բեմից։ Բայց երբ որ ես ուզենամ որ ասեն, բանանը չկարողացա, իսկ գումար բոլորին է պետք է։ Չկարողացա անեմ, ես չկարողացա մերվեմ, չկարողացա այն մարդկանց հետ մերվեմ, որ հələ մի հատ էսի երկի, չէ, դες ոնց կլինի, հələ մի հատ էսի երկի չէ, ես երկեմ դու լսի։ Էդի ընդունի, ես քո ասածը չեմ ընդունել։ Հասկացա։ Այս է գրիշը։ Լավ, Ռազմիկ Մանսուրյան, երիտասարդ տարիքում աշխատել ես շատ մեծությունների հետ միասին, տարբեր ֆիլմերում ես նկարվել, դա այդ ամեն ինչը բոլոր սակայն կներես սուրճի համար, հա։ Մեծություններից նրանց պակասը զգում ես հիմա։ Նրանց պակասը ոչ միայն ես եմ զգում գրիշա ջան, նրանց պակասը ազգն ազգ։ Ես քո կյանքում։ Իմ կյանքում իհարկե։ Իհարկե։ Ոնց կարաս։ Եվ ինչ էին իրանք քեզ տալիս, այդ եմ ուզում հասկանալ։ Դասեր։ Իրանցից սովորում ենք բեմական կուլտուրա, բեմական շարժում, խոսքի կուլտուրա, պահվածք, խաղ։ Ինձ միշտ ասում են արվեստ էլի, չէ՞, արվեստ, ինձ միշտ ասել են քեզ Աստված տվել է, ես գիտեմ։ Չեմ էլ ուզում ասեմ չէ, Աստված ինձ վերևից շատ է տվել։ Հիմա ես մի հատ հարց եմ ուզում տամ, ինչի ես մեծերով սկսեցի, որովհետև նրանք ովքեր չգիտեն, երևի թե մեզ էլ YouTube-յան ալիքներով բավական երիտասարդներ կնայեն, մեզ հուշում են գովազդ, գովազդից հետո բանն եմ ասելու, շարունակենք, լավ։ Մնացեք մեզ հետ, սիրելի բարեկամներ, գովազդային կարճ դադարի, որից հետո մեր զրույցը դուք կարող եք ունկնդրել, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնում եմ Երևան Shipping ընկերության հեքիաթային արժեքների մասին, դուք կարող եք ծանրոցներ ուղարկել դեպի Հայաստան, ընդամենը pound-ը 2.99 արժեքով եւ իհարկե դրամական փոխանցումներ 1% արժեքով։ Օգտվեք այս ծառայություններից, գովազդը մեր եթերում։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Ծանրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։
Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել 664 West Broadway հասցեում գործում է Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոնը։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայություններ. ազատվեք անցանկալի դեմքի կնճիռներից, տարիների կորցրած դեմքի թարմությունը վերականգնեք մեզ հետ միասին, ազատվեք անցանկալի մազերից, պահպանեք, ամրացրեք, առողջացրեք ձեր գլխի մազերը, անցանկալի ճարպերի հյուսվածքներից ազատվեք մեզ հետ միասին, մաշկի ձգում, թարմացում, բիգբետների հեռացում, պարանոցի մաշկի թարմացում եւ ընդհանրապես, եթե ցանկանում եք ունենալ ավելի երիտասարդ տեսք, ավելացնելով ձեր ինքնավստահությունը, ձեր ընտրության ճանապարհը մեկն է Art in Beauty Aesthetics 818 450 0050 Ռեստորան Մեծո Նորավոճ սրահ Նոր շունչ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ Գլենդել Մենք վերադարձանք, շարունակում ենք մեր ծրագիրը, հիշեցնեմ, մենք աշխատում ենք ABC հեռուստակայանի եթերում եւ իհարկե նաեւ դուք կարող եք ունկնդրել Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Իմ հյուրն է Ռազմիկ Մանսուրյանը եւ մենք խոսում ենք կարևորի մասին եւ արվեստի մասին տվյալ պահին եւ քիչ առաջ ես նրան հարց ուղեցի, որ բավականին երիտասարդ տարիքում աշխատել է շատ մեծերի հետ, միասին եղել է նրանց շուրջը, կողքը սովորել է, ընդունել է, դա Ռազմիկ Մանսուրյանի խոսքն էր։ Հիմա առանձին մի բան եմ ուզում հարցնեմ կոնկրետ այդ ամենի հետ կապված։ Երիտասարդ սերունդ կնայի հիմա մեզ թեկուզ YouTube-յան ալիքներով, ես վստահ եմ, որ բարբերաբար շատ են հետևում, երբ ճանաչվեց Ռազմիկ Մանսուրյանը։ Գիտես, այնքան լավ հարց տվեցի։ Շատ կարևոր հարց։ Ես վերջերս մի հատ տգետ ասեց, ես քեզ քանի անգամ կինոյում նկարեցի, դու անուն հանեցիր։ Հա, նման բաներ են ասում։ Այս ժամանակների մեջ։ Հա, այս ժամանակների մեջ ասեց այնքան բան եմ արել ես։ Նախ ինձ ոչ ոքի բան չի արել։ Ինչ որ արել եմ ես եմ արել, ինչ որ արել իմ հենոսուցիչներն են արել։ Գրիշա ջան, ես եկել եմ այս երկիր արդեն անուն ունեի։ Դե պարսա։ Մենակ անունս ավելի շատ հոլովում էր կինոների մեջ։ Ես շատ կինոներ եմ նկարվում, մեծ դերասանների հետ եմ նկարվել։ Ֆրունզիկ Մկրտչյանից բռնած միջև Ֆրունզիկ Դովլաթյան, Ֆրունզիկ Դովլաթյանից բռնած միջև Կարեն Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյանից բռնած միջև Ազատ Գասպարյան, բոլոր Ազատ Գասպարյան, Ալա Թումանյան, լիքը լավ Մուրադ Կոստանյան, Վերջալույս Միլիջանյան եւ լավ Հենրիկ Ալավերդյան, որ շատ հետը կինոյի նկարում, ինքն էլ էր օպերայում աշխատում։ Ես էլ իր փոքրիկ տղու նման կողքը նկարվում էի։ Բայց մարդիկ այնքան անխելք են, որ այդպես բան կարան թույլ տան ասեն, ես դե դրանց հաշվի չեմ առնում։ Մենակ մի բան ասեցի, ասի հիմա կարաս անենց անես, որ անունս կորցնեմ։ Եթե այդքան անուն եմ հանում, մի հատ անենց հա դարաշրջան։ Հա, ինքը թողես գնաս, չի կարելի այդպես բաներ ասել։ Իհարկե չի։ Մարդու պատմությունը պետք է իմանաս։ Այդ ես եմ նկարվել, որ դու ես անուն հանե։ Հա, իհարկե։ Որ ասել են, ահա, նայի Մանսուրյանը էս սրա ձեռնարկած ֆիլմի մեջ նկարվել։ Դա ես եմ եղել, դու չես եղել։ Դու ով ես։ Հասկացա։ Մենակ գրել ես այսքան գումար կամ էսի սենց կամ ասենք հովանավորին ասել ես այս եղե ճաշը ուղարկի որ խումբը ուտի։ Մնացածը սաղ ես եմ արել, իմ արվեստն եմ ես ներկայացրել եւ վատել չեմ խաղացել։ Իմ հնարավորությունները, այո։ Իմ հնարավորությունները ստվել եմ։ Չնայած իմ ամենաառաջի հնարավորությունը, իմ ամենաառաջի ֆիլմը դա եղել է, գիտես 42 տարի առաջ երջանկության մեխանիկան, որով ես մեծ անուն հանեցի, Գրիշա ջան, ես քաղաքում քայլում էի,
23 տարեկան, 24 տարեկան տղա էի, ու այտենց մարդիկ ինձի բան էին անում։ Այնտեղ թևավոր խոսք էլ կա, տոպիոս։ Լիքը սա, ինչքան խոսքեր էլ կան, ես եմ հնարել։ Մեկը ինձ չի ասել, ընդհակառակը դեմ են եղել, բայց ես բրթել եմ, տարել եմ առաջ։ Դժվար չի էս իրականության մեջ քեզ։ Գրիշա ջան, արդեն սովորեցինք։ Այսպես մի հատ լավ անեկդոտ Չէ, բայց համակերպվում ես։ Հա, դե համակերպվել եմ, էլի Գրիշա ջան։ Համակերպվել եմ, աչքս քաշած, որովհետև չեմ կարա ես բան անեմ։ Էդի ինձանով մենակ ես չեմ, դու չես, մյուսը չի։ Եթե 25 հոգի ստեղ են, 60 հոգի ստեղ են։ Եթե 60 հոգին ստեղա որ էս է ուզում, 170 հոգին էս է ուզում։ Այսինքն այդ բալանսը այնց է խախտվել։ Դրա համար եմ ասում ռոպագանդան։ Դե ամեն մարդ չերնի, ամեն այսօր էս ինչ է կատարվում։ Ինձի դες էլի հրավիրել են ֆիլմեր նկարում։ Մի հատ Մարսելում իմ հին ռեժիսոր ընկերներից մեկը շատ հետաքրքիր առաջարկություն արեց։ Ասեց ուզում եմ քեզի նկարեմ Արտուրը։ Ասի Արտուր ջան, ինչ պետք է անեմ։ Մի հատ իմանամ։ Ասեց Մարսելի փողոցները պերաշկի պետք է ծախես։ Պերաշկի մեկը պոնչիկ։ Հետաքրքրեց ինձ։ Բայց ես իրան ուրիշ առաջարկություն արեցի, ասեցի որպես ինչ։ Ասեց հայ մարդ ես քո բիզնեսն ես անում։ Ասի աֆերիստ է այդ մարդը, ասեց, ասի ուրեմն պետք է գողել խաղամ։ Ոչ թե գող, այլ գողացող։ Հա։ Նայմա ինքը կայնացա խանութի դիմացա պերաշկի։ Որտեղից ինչ տանի, Դե նման մարդ է մտնում, դե ապրանք է ուզում առնի։ Հա։ Դե նման թանգա է թվում, ինքը այդ մեծ ապրանքը գողանում է գոզեր։ Հա։ Բերում ես մարդուն ասում ես այդ ապրանքն ունեմ արի։ Ու տենց ինչ որ կերպար կստեղծվի շատ Երբ հետաքրքիր։ կլինի այդ ֆիլմը։ Մայիսին է պատրաստվում կարվելու, ես վերջերս էլ Գոր Վարդանյանն հետ հանդիպեցի, էլի իմ հաջողությունն էլ է եղել։ Դե երիտասարդության համար Գոր Վարդանյանի ֆիլմի շարադրությունը այդպես մանրավորված կերպարը ընդունելի է եղել եւ ընկալել են որպես դերասան։ Հիմա մեղք չունենք, որ սերունդներին շատ չեն կրթում։ Մեղք չունենք, որ հեռուստատեսությունները բազմաբովանդակ հայ ֆիլմերը չեն ցուցադրում։ Մեղք չունենք, մենք մեղք չունենք։ Ես իր հետ այդ բոլորը խոսացել պետք եմ, է որ խոսենք, ասենք, որ բարի դեր։ մեր լավ բան արժեքները միշտ ներկայացրեք չի կարող։ Որ նորմալ մարդու կերպար ներկայացնեմ, ավելի ուսուցողական մարդու կերպար ներկայացնեմ, ոչ թե ասեմ գիտես ինչ կա, ասեմ գիտես ինչ կա։ Ոչ թե ասեմ արա լսում ես, ասեմ լսի սիրելիս։ Այսինքն տոնայնություններ կան, տեմբրեր կան, բան կան, որ պետք է քո մեջից արտահայտես, ընդ ես։ Լավ, Ռազմիկ Մանսուրյան, եթե դու կարողանայի ինչ-որ բան փոխել, ինչ կփոխեիր կյանքում։ Մենակ դա։ Քեզ համար չէ, իրականության մեջ։ Իրականության մեջ ինչ պետք է փոխեի Գրիշա ջան։ Պետք է փոխեի, որ մարդիկ բարիանան։ Ազնվանան։ Մեկը մեկի վրա ոնց են ասում, կներեք ժողովուրդ ջան, չֆռա։ Գլխին չսարքի։ Ընդունի ինկալի, ատելությամբ Այո։ չլցվի, հասկանալի է։ Այսինքն դրանք շատացել են, չէ՞։ Ոչ թե շատացել են, շատ են։ Շատ են Գրիշա ջան։ Ընկերս է եկել ուսանական անսամբլի ղեկավարն է, Հրաչյա Նազարյանը։ Իմ հետ էլ ես իր հետ եմ մի քիչ փոքր եմ տարիքով, բայց իրար հետ շատ ենք եղել արտասահմանում բանում, մենք միշտ իրար հետ ենք եղել։ Իրանից շատ բաներ եմ սովորել, որպես լուրջ տղա։ Ուրեմն ասում է Բուչո ջան, ասում է 33 տարվա մեջ մի վարքան չփոխվեցիր, նույնն ես մնացել։ Ասում եմ Հրաշյան, դու պատկերացնում ես, ես հիմա որ փոխվեմ, ինչ կասեն։ Ասում եմ, ասեն հենց էշին նայ։ Դարա 66 տարեկան նոր փոխվել է։ Այնա լավ էլի չեն փոխվել էլի։ Կամ հենց եմ, կամ մարդկա մի հատ սուտ է ասում, sense նայում ես աշկերին։ Զգում ես, ինքն էլ է զգում։ Այդ իմ հայացքը ուրիշ է, ու սկսում է այդ սուտը արդարացնել։ Գիտես ոնց։ 50 հատ էլ սուտ է ասում, որ դա ճիշտ դուրս գա։ Արա, բայց կարևորը վերջը ճշտին է տանում։ Տանի չտանի, արդեն դու մի հատ ասել ես, օքեյ, էլի -1 ես։ Այն 50 հատը խես բերեմ կողքը դնը որ ունես -51։ Մի ասա, ասել ես, ասականներ ես ասել եմ կամ էլ մի շարունակի, որովհետև դիմացինը ոչ ես կյանք եմ տեսել այդ հավատանը, այդ որ ինձ նորեն նկարել, ստեղ կինո եմ հանել, եթե ես եղել եմ թոփով կտոր, նրանք արդեն պատկերացրել ովքեր են եղել ինձանից ցածր։ Հասկանալի է։
Բայց վիրավորանք կա ինչ-որ մի բան։ Դե վիրավորանք կա, որովհետև գիտես ինչ կա։ Շուխուր տնեն, որ ես մեծացել եմ, լավ եմ արել։ Այսինքն Բայց չմեծանայի։ Երկելու տեսակետով բանը ավելի լավ։ չմեծանայի։ Այսինքն ինչ մեծացած արժեքները մեզ պետք չեն այլևս։ Այս հավատանը մեծ ժամանակ եմ երկում։ Չէ, ուզում ասեմ մեծացած արժեքները մեզ։ Ոնց է, Ռուզիկ Մկրտչյանը չմեծացավ։ Դե Սոս Սարգսյանը մեծացավ։ Ավելի Գուրգեն կարևոր Ջանաբեկյանը այնքան մարդա մեծացել, բայց անունները մնացել է։ Իհարկե։ Դուք ձեր խոսքերը կպայեք, ես իմ անունը։ Ես եկուր կգամ, կգնամ, բան կանեմ, բայց ինչ որ միտեղ կգրվի, չէ՞ որ եղել է սենց մի հատ Մանսուրյան, եղել է ճանաչված, Լավ էս փուչիկ իրականությունը ինչպես տրակացնել, որ ասեղով, ասեղով, որտե փուչիկ է։ իսկ ում ձեռն է ասեղը։ Նորից եմ ասում։ Ես վախենում եմ սենց էլ էթա։ 1000 ասեղ կա, 15000 էլ փուչիկ։ Փչող։ Փուչիկ, Փուչիկ, փչող, հա, փչող։ Դրա համար գրիշ չան ցավտանեմ։ Ռուսերեն խոսքը ասա մայախատը սկրայու, բայց արժե այդպես մնալ, որպես արվեստի ներկայացուցիչ։ Ինչ անենք, գրիշ ջան։ Արի ես էլ քեզ եմ այդ հարցը տալ։ Ինչ անենք, ախպեր Ես ջան։ ուզում եմ մեծերից լսեմ խոսքը։ Հաղորդման առաջին մասն ավարտում ենք, երկրորդ մասում փորձենք հասկանալ վերջի լավ ուր ենք գնում, ինչի ենք հասնելու սենց։ Էսի դառնա բանը չեն, կիսաբաց լուսամուտը որ հրաչը խոսում չէ, խոսում է, ասում է հիմա երկրորդ բան ընդմիջում երկրորդ մասը կբացահայտվի թե ինչը որից հետո է։ Ուզում եմ լսեմ, որպես արվեստագետ ձեր Ես էլ կարծիքով կուզենամ։ Իմ շատ ցելի հեռուստատողներ, այսքանով այս մասը ավարտում ենք հաղորդման, կհանդիպենք վաղը ձեզ հետ եթերում եւ կշարունակեք մեզ հետևեք մեզ ABC հեռուստակայանի եթերով եւ իհարկե Գրիշա Սանդալյան YouTube-յան ալիքով։ Այսօր այսքան է, տեսություն։